Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Երդասարտներու հետ սուրբ քրոց սերդողություն կատարած ժամանակս հարցուցի երդասարտներուն։ Գապ համը որ մե գնախանցիկ եւ գուզեք այդպես լալ։ Մեկ երկու օքիները սինվոր գնախանցինք երբ հարուստ մարդիկ կտեսնենք եւ միշտ կցանկանք որ իրենց նման հարուստը լանք։ Ամեն մեկը փամը ասավ։ Աղջիկ մնալ երդասարդ աղջիկ շատ սիրուն ասավ ես կնեղանամ եւ գնախանցիմ իրականության մեջ երբ ինձ մի ավելի անուշիկ մեկը կտեսնեմ։ Եվ հարցուցի ցանկի մեջ ինչ բաներ է թշկոհեք։ Եվ ամեն մեկը թշկոհեր իր ունեցածեն զարմանալի է, ցանկանալով ավելին, որ ուրիշ ունի։ Սիրելի քույրեր եղբայրներ, քոհունակ սիրտն է ուրախ սիրտը։ Ան որ իր ունեցածով քոհե, այդ ժամանակ սիրելներ ուրախ է, երջանիկ է։ Որովհետև Աստված ամեն մեկուս տարբեր շնորհքներ տված է, Աստված ամեն մեկուս սիրելներ տարբեր քեղեցկություն տված է, Աստված կուզե որ մենք մեր ունեցածով կողլանք եւ իր անունը փառավորենք։ Եվ բատմեցի հետևյալ բացությունը իրենց, զոր գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ։ Ժամանակին անդարի մեջ սև ակրավը երբ այսպես լրջացած ճուրիմը վրա կանգնեցավ եւ ինքզինք իր ծոլացումը դեսավ ճուրին մեջ սիրտը շատ նեղացավ եւ սկսավ ինքզինքը մեղադրել սելու համար որ ես որքան սև եմ անորամար մարդիկ զիս չեն սիրեր ցայնս ալ գրգռոց է հետևաբար ոչ ոք իմ երեսից չի նայիր ուստի քնած գարաբի մոտ ջերմակ սպիտակ գարաբի մոտ որ խաղաղ լիջին վրա գլողար եւ ասավ գարաբ եղբայր անգերձ ասած ես շատ կնախանցիմ քեզ մե դու նա խաղաղ ծովին վրա գլողաս սպիտակ ամեն մարդ կուկեղեցկությամբ գհիանա եւ գարաբը ակրավին ասավ ակրավ եղբայր Տուն ինձի սպիտակ կտեսնես, այո ճիշտ է։ Եվ կտեսնես որ խաղաղ եմ, բայց տուն չես գիտեր որ ճուրին վրա խաղաղ եմ, բայց ոտքերս ներքևը որքան գզարնեմ ճուրին դակ, որբեսի ինքզինքս օդը բահեմ։ Այո արդակնաբես խաղաղ գերևիմ, սակայն ներքնաբես իմ մեջս փոթորիկ կա մշտական փոթորիկ եւ այս սպիտակ ջերմակ ըլլալս որ գտեսնես իրականության մեջ մերելություն է քույն չգա վրաս ես ալ իմ գարկիս կնախանցիմ սիրամարգին վրա որ այդքան քեղեցկությամբ Աստված ինձ զարդարած է ակրավը զարմացած գարաբին գսե ուրեմն թունալ ուրախ չես քու կյանքեդ թունալ ուրախ չես քունեցած էդ եւ գարաբը գսե ոչ Գնախանցիմ սիրամարգին վրա։ Ակրավն ու գարաբը գերտան սիրամարգինքով եւ գսեն սիրամայր եղբայր, սիրամարգ եղբայր։ Մենք իսկապես որ գնախանցին քեզն է։ Թուն սքանչելի քեղեցկությամբ զարդարված ես։ Քու փեդուրներդ այնքան երկար են եւ այնքան գեղեցիկ, որ մարդիկ գհիանան քեզմով։ Կուզեմ բահմը գանքնիլ նգար առնելու համար քեզի հետ։ Երանելի ես տուն, երանի քեզի։ Եվ սիրամարգը գսե, թուք հիմա ինձի երանի գուդակ, բայց իրականության մեջ ես տշպախտ եմ։ Այս քեղեցկությանս բաժարով ես հանքիշ չունիմ։ Ես ամեն վարգյան գրնամ վայրի քազանիմը գեր դառնալ։
որովհետև երկար են փեդուրներս, փախչի չեմ կարող, չեմ գրնար, չեմ գրնար հանգիստ նստիլ, չեմ գրնար հանգիստ կնանալ, չեմ գրնար հանգիստ ուտել։ Ինչ պիտնեմ ես այս քեղեցկությունը, այս երկար փեդուրները։ Իրականության մեջ ես ալ սրդիս մեջ միշտ կնախանցիմ եւ միշտ կփապակեի, որ ակրավի նմանը լայի։ Հոգ չէ թե դքեղ, ավելի լավ դքեղ, որովհետև մարդիկ երբեք չեն հալածեր քեզ։ Եվ ուզած դեղդ գտրչիս, ուզած դեղդ գտարիս։ Եվ ակրավ այդ ժամանակ կծնցվի։ Այն ժամանակ կգիտնա, որ ոչ կարաբը, ոչ սիրամարգը իրականության մեջ ուրախ են, իր մի ավելի ուրախ են, որովհետև իրենք ալ ուրիշի հանդեպ ցանկություն եւ նախանձ ունեն։ Սիրելի քույրեր, եղբայրներ, զարմանալի այս կյանքը, որովհետև սև մազ ունեցողը թերի մազ գուզե ունենալ, թերի մազ ունեցողը սև մազ գուզե ունենալ, գաբույտ աչք ունեցողը սև աչք գուզե ունենալ, սև աչք ունեցողը գանաչ աչք գուզե ունենալ, նիհարը գուզե կերնալ, քերը գուզե նիհարնալ, այլ խոսքով սիրելիներ, ամեն մեկս միշտ ուրիշին նայելով է, որ երանի գուտանք եւ քո չեն գլար այն ինչով, որ մենք ունենք Աստուծո գոմե դրված մեզի։ Սաղմոսի մեջ 37-րդ Սաղմոսի մեջ Դավիթ մարգարեն հետևյալը գսե 37-րդ Սաղմոսի 4 եւ 5 համարներու մեջ միակ ուրախությունդ դերը թողլա եւ ինք սրտիդ բոլոր փախցանքները պիտի դա քո կյանքը դիրոջ հանցնե եւ վստահ եղիր ան ամեն ինչ պիտի դնորինե եւ Պողոս առաքյալ բեզի սկանչելի խոսք մը գսե սիրելներ կողունակը լալու եւ Քրիստոսով զորավորը լալու Գսե Փիլիպեցներու նամակի 4-րդ գլխու 10-12 համարներու մեջ Ասել չեմ ուզեր ուրեմն գսե որ չեք միշտ հետաքրքրված եք ինձով եւ արի չեք բացներ ծեր հետաքրքրությունը ինձի հանդեպ նվիրատություններ կատարելով 11-12 համարներ պիտի կարդամ Ասել չեմ ուզեր թե փանիմը գարոդեմ որովհետև ես ունեցածովս քոհ լալու վարժված եմ Չկավորություն ալ ջանցա, արադություն ալ դեսա, վարժվեցա ամեն տեսակի գացություններու եւ պայմաններու, թե գուշտը լալու եւ թե անոթի մնալու, թե արադության եւ թե չկավորության։ Եվ հիմա 10-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Ամեն ինչ կրնամ դանի շնորհիվ Քրիստոսի, որ զիս զորացուց։ Սիրելիներ, առաքյալի խոսքը տեսեք, ես ունեցածովս քոհ լալու վարժված եմ։ Ամեն մեկս մենք մեզի հարց տանք։ Մեր ունեցածով քո լալու վարժված ենք։ Ահա սիրելներ շատերու թշպախտության պատճառը, որովհետև քո չեն իրենց ունեցած են։ Սիրելի քույրեր եղբայրներ։ Տեսեք, Սևակրավը սպիտակ գարաբին նախանցեցավ։ Ցանկաց որ ինքն ալ գարաբ մլար։ Գարաբը ցանկաց որ սիրամարկը լար եւ սիրամարկը ցանկաց որ ակրավը լար ամեն մեկի կյանքի մեջ գցանգա որ մույսին ունեցած ունենա մույսին քեղեցկություն ունենա սակայն ամեն մեկս Աստուծո աչքին քեղեցիկ ենք կողլանք Աստուծո մեզի դված են եւ իսկապես կողունակ սրդով կարողանանք սիրելներ մեր կյանքը օրտնության վերածել, օրտնության ապրիլ։ Կողունակ սիրտ է, որ ուրախ սիրտը գլա, իսկ անկողունակ մարդը միշտ թշպախտ պիտի լա։ Հետևաբար, եկեք։ Կողլանք ամեն ինչ եմ, որ դերը մեզի տված է, չնախանցինք իրարու, ամեն մեկուս դրված շնորհքը սիրելիներ օրտնություն է, եւ որ ծաղիկները կովկովի գուքան Ձաղգեպունչը ավելի կքեղեցկանա։ Կովկովի կանք սիրով եւ մարդկությունը քեղեցկացնենք։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։